Արդեն երկրորդ օրն է հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը։ Այսօր պաշտպանական թիմը իր դիրքորոշումն է ներկայացնում դատարանում կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ։ Դատարանի բակում է Հայլուրի նկարահանող խումբը, Ալբերտ, ինչ նորություններ կամ փակ դռների հետևում ընթացող դատից։ Բարի երեկո Լիլիթ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, վերջին նորությունը, որ ստացանք նիստերի դահլիճից մոտ 2 ժամ առաջ էր, նիստն ընդմիջվել էր եւ փաստաբանները դուրս եկան հակակոռուպցիոն դատարանի բակ եւ որոշ մանրամասներ հայտնեցին, ըստ փաստաբանների նրանցից 3-ի դիրքորոշումը արդեն հայտնել են դատարանում, 3-ինը հավանաբար այս րոպեներին հայտնում են։ Դրան հետահաջորդելու է մեղադրող կողմի հարցերը փաստաբաններին։ Առաջարկում եմ այս պահին հենց փաստաբաններին լսել, թե ինչ էին հայտնում նրանք այստեղ։ Պարոն Կարապետյանը իր տեսակետը ներկայացված մեղադրանքի վերաբերյալ բազմիցս նշել է, որ մեղադրանքը չի ընդունում, քաղաքական հետապնդում է եւ ավելին ասելու անհրաժեշտություն չկա։ Նույնը նաեւ միջնորդության վերաբերյալ ընդհանուր օգտագործել է աբսուրդային տերմինը։ Փաստաբանների կողմից արդեն իսկ մինչ այս պահը հնչեցված հարց պատասխանները ելույթներից հետո դատարանին ամբողջությամբ բավարար է, որպեսզի դատարանի համար այս ամեն ինչը ակնհայտ ապօրինի հանդիսանալու վերաբերյալ հետևության հանգի։ Մասնավորապես իմ գործընկերներից մինչ այս պահը ելույթ են ունեցել Արմեն Ֆերոյանը, Ռուբեն Հակոբյանը եւ մեր հարգելի պարոն Ամստերդամը եւ վերջիններից ելույթից հետո իմ սուբյեկտիվ եւ վստահաբար կարող եմ ասել համոզվածությամբ այլևս կարիք չկա դատական նիստը շարունակելու, բայց մենք շարունակելու ենք։ Հարգելի հեռուստադիտողներ, Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը նույնպես դատարանի բակում որոշ մանրամասներ հայտնեց ընթացքից եւ նաեւ առանձնացրեց Նիկոլ Փաշինյանի խոսույթը, առաջարկում եմ այս պահին լսել պարոն Ամստերդամին։ Armenia has a prime minister. Հայաստանի վարչապետի պահելաձևն ինձ շատ է զարմացնում։ Որևէ այլ երկրում որևէ մեկը եկեղեցու մասին այնպես չի խոսում, ինչպես Փաշինյանը։ Նրա բառապաշարը դուրս է քաղաքակիրթ երկրներում օգտագործվող բառապաշարից։ Դուք Ադրբեջանում գերիներ ունեք, որոնք գերեվարվել են միայն այն պատճառով, որ քրիստոնյաներ են։ Իսկ քրիստոնեության օրրան Հայաստանում քաղբանտարկյալներ կան, որոնց թիվն այսօր 6-ով ավելացավ։ Ամոթ Փաշինյանին եւ ամոթ կառավարությանը։ Հարգելի հեռուստադիտողներ, ինչպես լսեցիք, պարոն Ամստերդամն ասաց, որ այսօր Հայաստանում քաղբանտարկյալների թիվը 6-ով ավելացավ, նա հավանաբար նկատի ուներ այսօր ձերբակալված հոգևորականներին եւ Արագածոտնի թեմի աշխարհիկ աշխատակիցներին, ինչպես գիտեք, ըստ պաշտոնական տեղեկությունների ձերբակալվածները 3-ն են, Արագածոտնի թեմի առաջնորդը եւ աշխարհիկ աշխատակիցներ Արագածոտնի թեմի 2-ը։ Ինչևէ, շարունակենք տեղի թեմաները, փաստաբաններին լսում էին նաև այստեղ հավաքված պարզ մարդիկ, ովքեր նույնպես աբսուրդային են անվանում դատական այս պրոցեսը եւ Սամվել Կարապետյանի կալանքը որակում ապօրինի կալանավորված բառերով, առաջարկում եմ այս պահին լսել նրանց։ Ձեր սիրելի Վահագ Ալեքսանյան ուլտիմատում էր տալիս, որ վարսկաներ են բերել, առաջի վարսկանը ինքն է։ Ես Սամվել Կարապետյանի համար կարամ կյանք ստամ, իսկ ինքը իր Փաշինյանի համար երևի մի լումա չտա։ Շատ դրական կողմերով, ամեն կողմից դրական, հələ մի հատ շրջեք մեր շրջանով ու լսեք, թե Սամվել Կարապետյանի մասին ինչեր են խոսում։ Լեգենդ։ Ինչ որ մի հատ
Նիկոլային Զարրումարը կարա Սամվել Կարապետյանին այսօր կալանքի տակ պահի։ Ինքը ով է եղել ինքը։ Սամվել Կարապետյանը սա աշխարհում մեկ է ճանաչում։ Աջակցում եմ Սամվել Կարապետյանին, աջակցում եմ իմ ձևով, այսինքն մեր ձևով։ Կարապետյանը կյանքում ինչ հատա օգնել։ Հենց ես ինքը սպորտսմեն եմ, սաղ կյանքը սպորտի մեջ եմ, մենակ պարոն Կարապետյանն է, որ մեծ տիրություն է արել, զալը սարքել է, ամեն ինչով ապահովում է, մրցումներով, զբորներով, վիտամիններով, աշխատավարձով, ամեն ինչով։ Էդի նոր չէ, էդի շուտվանից ես 7-8 տարի արդեն։ Լիլիթ, հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք աշխատել հակակոռուպցիոն դատարանի բակում այս րոպեներին, ինչպես քիչ առաջ ասացի, հավանաբար ընթանում է Սամվել Կարապետյանի մյուս փաստաբանների դիրքորոշումների ներկայացումը, դրան հաջորդելու է մեղադրող կողմի հարցերը փաստաբաններին, ինչից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Այս պահի համար այսքանը։ Լիլիթ